Գյումրիի ավականին մայիսի 2-ին ավականու հերթական նիստն էր գումարել, որի ժամանակ ընտրեց քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի տեղակալ, ինչպես նաև մշտական գործող հանձնաժողովների ղեկավարներին ու նրանց տեղակալներին։ Ավականու նիստից հետո Civic AM-ը գյումրեցիների շրջանում հարցում անցկացրեց. «Պարզելու տեղյակ են, որ քաղաքի իրենց ընտրած կառավարող մարմինը նիստ է գումարել»։ Մեզ պատահած գյումրեցիների մեծամասնությունը տեղյակ չէր նիստի մասին։ Փոխարենը տեղյակ էր, թե ով է իրենց թիվ 1 կառավարիչը՝ Նիկոլայիչը։ Նույն ինքը Գյումրին 13 տարի կառավարած Վարդան Ղուկասյանը։ Տեղյակ եք ով է ձեր քաղաքապետը։ Տեղյակ եմ։ Վարդան Ղուկասյանն է։ Քանի որ պարոն Ղուկասյանը արդեն 5-րդ անգամ է քաղաքապետի պաշտոնավորելու, ինչ ակնկալիքներ ունեք։ Իրանից, ես Իրանն նույնիսկ լսել չեմ ուզել։ Նույնիսկ։ Ինչու։ Էդի։ Ինքը ինչ քաղաքապետ։ Ինչ քաղաքապետ։ Տգետ, անգրագետ։ Ես չգիտեմ ինչ ասեմ։ Շատ լավ, իսկ քանի որ նորից պաշտոնավարելու է, ինչ ակնկալիքներ ունեք։ Ոչ մի, Իրանից ոչ մի։ Կառավարի։ Այն ժամանակ ինչ է կառավարել, որ հիմա ինչ կառավարի։ Դժգոհ եք իր պաշտոնավարման 13 տարիներից։ Իհարկե դժգոհ եմ։ Իհարկե դժգոհ եմ։ Ինչ է արել։ Ասում եք քաղաքը կառուցել եմ երկրաշարժից հետո։ Իսկ ով է քաղաքը կառուցել։ Ինքը իր ակրբանից է կառուցել, հա։ Ինքը ասում է, որ ինքը իր ակրբանից է կառուցել, այդպես բան չկա։ Ընտրություններին ում եք քվեարկել։ Ես Սարիգին։ Ես ԿՊ-ին եմ։ Քվեարկել ու կքվեարկեմ միշտ Փաշինյան։ Ես Փաշինյանի կողմնակից եմ։ Ով ինչ ուզում է ասի։ Նորմալ է վերաբերվում այն հանգամանքին, որ փաստորեն քաղաքացիական պայմանագիրը ամենաշատ ձայները ստացավ։ Այո, հա, ինձ համար ես իմ ձայնս տվել եմ ու ես շատ դժգոհ եմ, ինչի՞ իմ ձայնից չանցնի։ Ու ինքը ես չգիտեմ, ընդհանրապես այդ կոալիցիան ինձ համար անտուն, առաջպես բաներ չկա, առաջ մի ձայնով որ մի հոգին կանցներ, ասենք դաժավել լիներ, վсё, ինչ կոալիցիա, ինչ բան, ես ինչ է, ես չեմ պատկերացնի այդ ամեն ինչը։ Ուրեմն մարդ չանցնի, հետո այնտեղ իրան ձայները տան, ինքը ընտրվի, այդ ո՞նց կլինի այդպես։ Այնքան Սարիգին ընտրել է 37% չէ՞ կարծեմ։ Բայց այդ մարդկանց ձայները ուն հեչ, հա, օդը ծվրվի, օդը ծվա, ու վերջ, հա։ Հնարավոր համարում եք ինչ-որ պահից, որ ճգնաժամ առաջանա ավականիում, օրինակ խմբակցություններից մեկը որոշի բոյկոտել նիստերը, ճգնաժամ առաջանա եւ բան չպետք է անեն։ Իհարկե։ Եվ այդ հիմքով արտահերտ ընտրություններ։ Հա։ Վարդան Ղուկասյանը չնստած արդեն փեսայից պետք է բերեմ, չդեմ հարևանից պետք է։ Փեսան ընտրվել է առաջին տեղակալ։ Ինչ է, նորից սկսվավ արդեն փեսա, աներծակ, քուր եղբայր, հա, հազիվ էին բրձե դրանից։ Իր քաղաքապետանում աշխատած Գագիկ Մանուկյանն էլ դարձել է փոխքաղաքապետ։ Փեսան առաջին փոխքաղաքապետ։ Ճիշտ ասած, ես իրանց անունները չգիտեմ, բայց նախորդ արդեն Քայդարը Փեսաս, չգիտեմ ինչ։ Ես չգիտեմ ինչ ասեմ։ Ճիշտ ասած չգիտեմ։ Ուղղակի զայրացած եմ անտանելի։ Ես ինչի՞ գիտեմ ձայնս տայի, գնայի, հազագս փոքր չէ, գնացել եմ, ընտրել եմ, ու այսօրվա օրվա ես իմ ձայնից տերը չեմ։ Ինչի համար։ Գյումրու ավականու նիստներ, հետևել եք նիստին։ Ոչ։ Ինչու։ Ես ընտրել եմ Վարդանի Ներիկի։ Վարդան Ղուկասյանն եք։ Այո։ Ու 5 անգամ։ 5 անգամն էլ ընտրել եք, 5-րդը վերջինն էր։ Այդ բայց 6-րդն է վերջինը։ Որտեղ հենց սկզբից ընտրել եմ իրան։ Ինչ եք կարծում, այս անգամ քաղաքապետը ինչպես կկառավարի Գյումրին։ Եթե երիտասարդ ժամանակ տարիքում լավ կառավարել է, դեմ չեմ ես։ Հիմա դեմ չեմ լինի, որովհետև արդեն 60-ից մարդ։ Իսկ կուզեիք, որ Սարիկ Մինասյանը լիներ քաղաքապետը։ Ես Սարիկ Մինասյանին չեմ ճանաչում։ Ամենաշատ ձայներ հավաքած տեխնացու։ Մոդիգի չեմ ճանաչում։ Ես գիտեմ, որ ինքը պայմանագրի կուսակցությունից է եւ այլն։ Ես ընտրել եմ իր ղեկավարին քանի անգամ։ Մեծ շոկեշալագոր շարժվեց Գյումրիից դեպի մայրաքաղաքի ժամանակ եմ ընտրել, միշտ պաշտպանել իրան։ Որովհետեւ ինքը մեր երկրի ճնամին չէ։ Արա մեր երկրի զավակն է։ Ինչ որ կսեն տարտակների մյուսը, բոլորը ցին է, որովհետև ես 90 տարին անց բոլորին տեսել եմ։ Դրա համար եմ ես մեր ներկա վարչապետին հարգում եմ։ Ինչ կլավուզիալս ես վրա անի։ Կաժե
Սիգարետի առևտուր վերին անի, ես գիտեմ, որ բոլորը սին է։ Յանր եմ հայգում, որպես հայրասեր մարդ։ Շատ լավ, իսկ ի՞նչն է պատճառը այդ դեպքում, որ վարչապետի ներկայացրած կուսակցության ներկայացուցիչին չընտրեցիք, այլ Ես նրան չեմ ճանաչում։ Հա, չեք ճանաչում, դրա համար էլ Այո, մոտիկից չեմ ճանաչում, բայց վարչապետին ճանաչում եմ, բացի դրանից։ Այն մյուս մեր պարլամենտոր գլխադեցին հայերը, ոչ հայերը իհարկե, դրանք ես դրանց հայ չեմ կոչում։ Դրանից բան եղել է մաղթած պարլամենտի գլխադենը։ Այդ մարդան չի կարելի սիրել, հարգել, տիղտալ, որ երույթ ունենա։ Շատ լավ, 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններին ում եք ընտրելու։ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ձեր նշած, որոնք նախապատրաստվում են, մտադրություն ունեն։ Ինչքան եք ուզեն նախապատրաստի, իրան չեմ ընտրել։ Մի հասարակ ձավորնիկին կընտրեմ Հայաստանից։ Ավելի լավ է, քան թե դրանց, որովհետեւ դրանք ցավաճանեցին մեր հայոց պետականությունը։ Ասեմ ինչու, գլխադեցին մեր ուղղությունը։ Գլխադեցին բանակ ստեղծողին։ Տեղյակ եք ով է ձեր քաղաքապետը։ Եղյակ ենք, ինչ է։ Ով է։ Անունն ինչ է, դու լավ դիտես։ Վարդան Ղուկասյանը։ Հա, այդ։ Իրեն չեք ընտրել այս ընտրություններին, որ մոռացել եք անունը։ Անունները խոմետերս չենք բայ։ Իրեն եք ընտրել այս ընտրություններին, թիմ ընտրություններին։ Ես ինձ ընտրեցի։ Ձեզ ընտրեցիք։ Քանի որ Վարդան Ղուկասյանը արդեն որերորդ անգամ քաղաքապետ է ընտրվում, 5 կամ 6-րդ անգամ, ինչ եք կարծում, նա այս անգամ ինչպիսի քաղաքապետ կլինի։ Տեսնենք էլ լավ տեղնի։ Լենագանը պետություն կսարթե կանջատվի Հայաստանից լավ չէ։ Այսինքն ինչպես կանջատվի Հայաստանից։ Ես իմ իրա խոսելով։ Հնարավոր է Գյումրին անջատել, առանձին պետություն սարքել, պետության մեջ հնարավոր է, պետություն։ հնարավոր է։ Ինչպես է հնարավոր։ Հնարավոր չէ, ինչ հնարավոր։ Այսինքն ակնկալիքները ինչպիսին են քաղաքապետից։ Աղջիկ ջան, լավ տեղնել ես։ Ասում են կրիմինալ բարքերի վերադարձ կլինի եւ այլն եւ այլն։ 13 տարի ղեկավարել է Գյումրին, ահ սարսափի մեջ է եղել, ինչ եք կարծում այդ բարքերը Այդպես բան չեմ ազգն։ Իսկ ուզեք Սարիկ Մինասյանը դառնալ քաղաքապետ։ Էդիկ ո՞ր է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակի առաջին համարը, որ ամենաշատ ձայներն էր ստացել։ Ուրեմն նոր ցանին հացել, այդ ժամանադրություն կա կարտեր կան չէ խանդարի։ Ընդոր թող ընդրեին։ Դե առաջինիստին նոր էլ տնեի կվա։ Տեսա որ չմասնակցի խաղաղություն եղնի։ Սա խաղաղ մնա։ Էդե կայ։ Հավաքանուն նիստներ, հետևել եք նիստին։ Չէ, ճիշտ ասած, Արադվանից տունը չեմ եղել։ Տեղյակ եք ով է ձեր քաղաքապետը։ Հա, Վարդան Ղուկասյան։ Իրեն եք ընտրել։ Չէ։ Ոչ մեկին չեմ ընտրել, չեմ գնացել ընտրության։ Իսկ ուզեք որ Սարիկ Մինասյանը լիներ քաղաքապետ։ Դե ճիշտ ասած, կուզեի այնպես մարդերներ որ ոչ փնովեին, ոչ հանեին Աստծուն հասցնեին։ Ով որ գործ կատարեր, քաղաքին օգուտ բերեր։ Քանի որ նաև թիմ ընտրություններում ամենաշատ ձայները ինքն էր ստացել, արդարացի կլիներ որ նա դառնար քաղաքապետ, բայց ժողովուրդը ձայնը տվել է Մինասյանին, բայց ընդդիմադիր ուժերը կարողացան միավորվել եւ քաղաքապետ ընտրվեց Վարդան Ղուկասյան, այնպես չի որ նա ամենաշատ ձայներն էր հավաքել։ Բան չունիմ ասելու, բայց ընդհանուր առմամբ կատարեցի շախմատային քայլ, գաղտնի։ Գաղտնի։ Որը ժողովրդի սրտովը չէ։ Մարտուն Գրիգորյանը կատարեց ամենակարևոր շախմատային քայլը։ Մենակ Մարտուն Գրիգորյանը չի կատարել։ Դե իրենից է։ Ընդդիմադիր բոլոր ուժերն է կատարեցին։ Բարոյական բարոյական առումով ճիշտ չվարվան, որպես մարդ։ Մարդիկ խոստացան իրենց ընտրողներին այլ բան, կատարեցին այլ բան, որը չի կարելի։ Ես ձեզ վստահել եմ, իմ ձայնը տվել եմ ձեզ։ Դե բարի եղեք, ինձի հարցրեք, հետո նոր իմ ձայնը տվեք մեկ ուրիշի։ Մարդը տվել է ընդունենք Վարդան Ղուկասյանին օրինակ է։
Կազմեն չգիտես կոալիցիա կսեն, ինչ կսեն, հա փոխեն ցենը, իմ տվածը ցենը կուտան մեկ այլ տեխնազուի, որին ես համաձայն չեմ, եթե ի սկզբանե ես համաձայն եղնեի, որ այդ մարդուն դայի, գիտենայի որ դու պետք է տաս, քեզ չէի տա, իմ կարծիքով ինձպես մտածող շատերը կան։ Ասում են, թե նախկին բարքերը կվերադառնան այդպիսի համբավներ, համբավներ, չէ։ ոչ մի բան չի վերադառնա, ոչ մի բան։ Գետը իր հունով կերտ այս գետի հունը փոխելու համար մեծ ծախսեր են պետք, մեծ գործեր են պետք, չի կարելի։ Տեղյակ եք, ով է ձեր քաղաքապետը։ Ներկայիս Վարդան Ղուգասյան։ Շատ լավ։ Իրեն եք ընտրել։ Ես չէ։ Եթե գաղտնիք չի ում եք ընտրել։ Սարիկ Նինասյան։ Շատ լավ։ Բայց ստացվեց այնպես փաստորեն, որ ձեր քվեն տեղ չհասավ, պարոն Մինասյանը չդարձավ քաղաքապետ։ Արդարացի է։ Ինչ ասենք, կարգն է պարսես, կարգն է այդպիսին։ Իսկ եթե խոսքի ուրիշ ծեր լինի դրությունները, ով շատ են հավաքին անցնի, դիք ուրիշ բան։ Ձեզ համար սպասելի էր, որ ընդդիմությունը կմիավորվի եւ քաղաքապետ կընտրի Վարդան Ղուգասյանին։ Հա, իհարկե։ Իսկ ինչ ակնկալիքներ ունեք որպես գյումրեցի, որը ականատես է եղել քաղաքապետի նախորդ այս 3 տարիների կառավարման, ինչ եք կարծում, այս անգամ ինչպես կկառավարի, կառավարման ոճը կփոխի, թե նույն ոճով կաշխատի։ Չէ, ինձ թվա երևի համագործակցի ԿՊ-ի հետ, հա։ Խոսվում է նաև այն մասին, որ ինչ որ բայի հնարավոր է կառավարման ճգնաժամ առաջանա, ընդդիմադիր խմբակցություններից մեկը չապահովի անհրաժեշտ կվորում եւ կառավարման ճգնաժամի հետևանքով արտահերթ ընտրություններ տեղի ունենան։ Նման հեռանկար ռեալ համարում եք։ Դա էլ բացառված չէ, բայց եթե համագործակցեն, երևի այդ ճգնաժամը լուծվի։ Իսկ եթե չէ, ապա նման ճգնաժամը ինքնիսի կյանքը բերել։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։